Ողջույն բոլորին, հարգելի YouTube-ատիտողներ։ Դուք այժմ լսում եք ամենաերիտասարդական, ամենախենք եւ ամենահետաքրքիր You Voices podcast-ը, որն իրականացվում է Ախուրյանի երիտասարդական հաբի սաների կողմից։ Ինչպես տեսնում եք, այսօր մեր podcast-յան տաղավարում հրավիրել ենք երիտասարդ գրող, հանկարծակի գրքի հեղինակ Միլենա Խաչատրյանին։ Ողջույն Միլենա ջան։ Ողջույն։ Ինչպես ես։ Իսկ դուք Լավ, շնորհակալություն։ Ինքան ուրախ է, որ մարդիկ արդեն սկսել են հարցնել մեզ, թե մենք ինչպես ենք, որովհետև հիմնականում բոլոր եթերների ժամանակ մեզ չեն հարցնում։ Այո։ Այսօր կուզենայինք խոսել քո գրքի մասին, հանկարծակի։ Կպատմես մի փոքր, ինչի հենց հանկարծակի վերնագիրը։ Վերնագիրը շատ հենց հանկարծակի է տեղի ունեցել։ Գիրքը, երբ որ գրեցի, վերջացրեցի, մի նպատակ ունեի, պիտի ուղարկեի մրցման, սակայն ուղարկելուց հետո այդպես էլ արդյունք չունեցա։ Պատիճը հանձնվեցի, հիմա գրում եմ երկրորդ գիրքը, իսկ վերնագրի հետ կապված գրել եմ ամենավերջին վայրկյանին, հենց այդ մրցման ուղարկելուց, երբ որ մեկ անգամ ևս կարդում էի, նկատեցի, որ վերնագիր չեմ գրել եւ առանց խոճապի ուղղակի մեկ անգամ ևս կարդացի, որոշեցի հանկարծակի դնել, քանի որ դեպքերը շատ արագ են զարգանում եւ բոլոր կարդացողները թափանցում են, որ չեն սպասում դեպքերի նման զարգացման։ Իսկ գրքի մասին մի փոքր կպատմես, որ հասկանանք նաև թե ընդհանուր ինչի մասին է, չնայած ես սեղմագիրը կարդացել եմ, բայց ամեն դեպքում կարող ես մի փոքր նաև մեզ պատմել ընդհանուր գրքի գաղափարի մասին, թե ինչ մեսիջ կար այդ գրքի մեջ, որը գրել ես, ու ինչ ես ուզում այս գրքով փոխանցել քո ընթերցողին։ Նախ ասեմ, որ այս գիրքը գրելուց շատ անգամներ փոխել եմ իր հիմնական մեսիջը եւ թողել եմ վերջում այն, որ չպետք է հանձնվել եւ պետք է դիմանալ եւ պատրաստ լինել կյանքի ցանկացած դժվարությունների եւ կարող են լինել այնպիսի դժվարություններ, օրինակ հարազատների կորուստ, որ դու չէիր կարող պատկերացնել, սակայն չպետք է հանձնվես եւ պայքարես միշտ առաջ եւ հիմնական մեսիջը նրանում է կայանում, որ այս աշխարհում լինում են շատ դեպքեր, որոնք կարող են կոտրել մարդուն եւ կարող է ցավը լինել շատ անգամներ, սակայն հենց այդ ցավող մարդն է որոշում, թե այդ պահին ինչպես կընկալի այդ ցավը եւ կտանջվի, թե կշարժվի առաջ։ Շատ լավ։ Իսկ Միլենա ջան, ինչպես ստացվեց, որ դու գրեցիր հենց այս գիրքը։ Այդ միտքը որտեղից եկավ։ Այս միտքը եկել է Թումոյից, երբ որ առաջին անգամ մասնակցեցի հենց ստեղծագործության դասընթացին, այդ ժամանակ պետք է գրեինք ընդամենը 3 էջանոց փոքրիկ նովել, սակայն այդ ժամանակ ես երբ որ առաջին անգամ փորձեցի, ինձ շատ ասացին, որ շատ լավ է ստացվել եւ իմ մոտ առաջացավ ցանկություն, որ այդ նովելը լինի ոչ թե 3, այլ ավելի շատ էջեր ունենա եւ այդ պատճառով որոշեցի, որ պետք է գրեմ մի այլ պատմություն, սակայն ես չէի կարծում, որ այդ պատմությունը փոքրիկ վիպակը կդառնա այսպիսի գիրք։ Այսինքն Թումոյից է սկսվել այս ամեն ինչը։ Թումոյի ստեղծագործության դասընթացին։ Հա։ Ինտիրե։ Իսկ ինչու հենց այս թեմայով, օրինակ, որտեղից եկավ այդ գաղափարը հենց այս թեմայով գրելու, որովհետև հիմնականում Թումոյի դասընթացների շրջանակներում ես հիշում եմ մեր խմբի մեծամասնությունը այլ թեմաներով է գրում, դու մի փոքր շատ ծանր թեմա ես վերցրել, որտեղից է գալիս այս թեման ու ինչու հենց այս թեման ընտրեցիր, էլի։ Միգուցե դա կախված է քո կյանքի հետ, հա։ Չէ, ընդհանուր որ ասեմ, կյանքի հետ այդքան էլ կապ չունի, այս ամենը իմ երևակայության վառ արդյունքն է եւ հենց գիրքը սկզբում որ գրում էի, այլ մոտեցումներ ունեի, պիտի այլ մտքի լիներ, սակայն երբ որ սկսեցի գրել, անընդհատ ամեն մի տող գրելուց առաջանում էր միտքը, թե ինչի մասին պետք է լինի մյուս միտքը։ Եվ այդպես տողեր առ տող շարունակվեց եւ ծավալվեց այս պատմությունը դարձավ մի գիրք, որի թեման կապ չունի ընդհանրապես իմ հետ, սա եղել է ուղղակի իմ երևակայությունն է, էլի այդպես ասած։ Շատ բարի։ Իսկ Միլենա ջան, կպատմես մի փոքր քո հերոսների բնավորության մասին։ Իմ հերոսների բնավորության մասին հիմա պատմեմ, ընդհանուր առմամբ ասելով Կամիլա հերոսու մասին, որը գլխավոր հերոսուհին էր, նա շատ խենթ էր եւ կարելի ասել մի փոքր նմանություն ուներ ինձ, քանի որ բոլոր գրողները ստեղծում են մի կերպար եւ դու չես կարող ստեղծել ինչ-որ մի կերպար, որը կարող է գոյություն չունենալ։
պետք է լինի ինչ-որ հատկանիշներ, ինչ-որ բնավորության գծեր, որոնք պետք է բնութագրվեն որևէ մարդու կամ եթե ցանկանում ես նաև հենց քեզ։ Կամիլան այստեղ շատ նպատակասլաց էր եւ այդ շատ երիտասարդ հասակում նա կարողացավ հասնել մի այնպիսի բարձունքի, որին լիքը մարդիկ չեն կարող հասնել։ Իսկ ինչի մասին է խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ հենց գիրքը վիրուսի մասին է։ Չէ, ինչ բարձունքի մասին է։ Հա, բարձունքի մասին։ Քանի որ Կամիլայի հայրը մահացավ եւ մահացավ մի անհայտ վիրուսից, որը ոչ մի բժիշկ, ոչ մի լաբորատորիա չէր կարող հայտնաբերել, իսկ Կամիլան փոքրուց ուներ մի մեծ ցանկություն, որ կարողանար փրկել մարդկանց կյանքեր, սակայն իր հոր կյանքը ոչ ոք չկարողացավ փրկել, նա կարողացավ գտնել այդ թերապույսը եւ միջոցը, որ այդ վիրուսը կանխվի։ Իսկ Միլենա ջան, դուք այնտեղ նշեցիք, որ ոչ ոք չէր կարող գտնել այդ հիվանդության այդ կանխելու այդ միջոցը, Կամիլան ինչպես գլխի ընկավ այդ հիվանդության այդ բացահայտմանը։ COVID-19-ի հետ կապ ունի։ Հա, ինչպես այդ միտքը ծագեց նրա գլխում։ Դա եղել է շատ ծանր պատմություն, երբ որ իր սիրելի երեխը գտնվում էր կոմայի մեջ եւ ճիշտն ասած նա հետաքրքրվել է եւ քանի որ շատ էր այսպես ասած հետաքրքրված թե ինչն է պատճառը, ինչից է եւ վախենում էր, որ իր սիրելի երեխան նույնպես վարակված չլինի այդ վիրուսով, հենց նրա այրան մեջ էլ գտնում են այդ նմուշը, որը հետագայում տեղաբույսերի հետ խառնելով կարողանում են արդեն գտնել տեղի Հակատուն։ Իսկ այստեղ գիրքը երբ որ բացեցի, մի հետաքրքիր տողի բախվեցի, կարդամ մի հատ, վերջացենք այս հատվածի հետ դեմ չես։ Այդ նրանք են տկեղ, որ քո մասին այդպիսի կարծիք ունեն, հիշիր աղջիկս, մարդ չպետք է լսի եւ հետեւի իր շրջապատի կարծիքին։ Դու պետք է սիրես քեզ այնպես, ինչպես որ կաս։ Իսկ եթե քեզ չընդունեն այնպես, ինչպես որ դու կաս, ապա հեռու մնա այդ մարդկանցից։ Այս ամենը ինչ որ չափով կապ ունի քեզ հետ։ Ինչ-որ չափով հա ունի, իմ ծնողները նույնպես եղել են շատ աջակցող եւ հետեւյալ խոսքերը որ գրել եմ, հենց անձամբ ցանկացած սով եթե բացեք իմ գրքից կարտակ, ես դա պատկերացրել, զգացել եմ իմ սեփական մաշկի վրա, նոր եմ գրել այն։ Ընտիր է։ Հա, բայց շատ լավ է, որ ծնողներդ այդպես քեզ աջակցում են։ Կարող եք այս թեմայով էլ փոքր խոսել։ Օրինակ, ինչպես ստացվեց, որ ինչպես ասացիր ծնողներիդ, որ ցանկանում ես հենց գիրք գրել կամ հրատարակել։ Դե մայրս արդեն գիտեր, որ հաճախում եմ տունը եւ այդ դասընթացից ես ամեն օր երբ գնում էի տուն, դասընթացներից հետո էլի, մայրիկիս ասում էի, որ ինձ շատ է դուր եկել, ինձ թվում է թե լավ է ստացվել, իսկ մայրս ասում էր, որ դա շատ լավ է, որ քո մոտ արդեն այդպիսի առաջխաղացում կա եւ նա չմերժեց, այլ աջակցեց, ասաց, որ կարող ես հանգիստ գրել եւ իմ հաջորդ նպատակները եղավ հենց այս գրքի հետ կապված։ Օրինակ շատ հաճելի է լսել, երբ ծնողները աջակցում են քեզ, որովհետև շատ ծնողներ ցանկանում են, որ իրենց ընտրած մասնագիտությամբ զբաղվի իրենց երեխաները։ Հա, այսինքն շատ լավ է, իմ ծնողներդ քեզ աջակցել են։ Օրինակ իմ ասով էլ պատմեմ, ես էլ տարբեր ինչ-որ մտադրություններ, որ ունենում եմ, իմ ծնողներն էլ ինձ են աջակցում ու շատ կարևոր է այդ ծնողների կողմից այդ աջակցումը։ Միլենա, այսինքն այս գիրքը, որ ընթերցում են ընթերցողները ու այն մեսեջը, որ դու տալիս ես ընթերցողին, հիմնականում չկոտրվելն է կյանքի տարբեր իրավիճակներում ու հարազատների կորստի մասին է, չէ՞, ոնց հասկացա։ Իսկ միգուցե դու իմանաս ավելի շատ, թե ինչու հենց այդ թեմայով միգուցե, որովհետև ամեն դեպքում ինձ թվում է, օրինակ, եթե մարդը այս թեմայով է գրում, ուրեմն ինքը ինչ-որ անցյալում կարևոր մարդու է կորցրել, քո դեպքում ինչպես է եղել այդ։ Ճիշտ ասած, այս մտքի մասին շատ են ինձ հարցեր տվել եւ ասել, թե արդյոք կապ ունի դա իմ անցյալի կամ ներկայի հետ, սակայն ես միշտ ասել եմ, որ ոչ։ Ուղղակի ինձ համար միշտ ցավալի եղել եւ ինձ թվում է, որ աշխարհում ամենադժվար իրադարձությունը եւ ցավը հարազատի կորուստն է։ Իսկ կան տեխնիկաներ, այսպես ասած, որ դու կիրառում ես գրքում։ Օրինակ մտքեր, բաներ, որ աղջիկը այդպես դիմակայի իր ծնողների կորստին։
Հիմնականում հա, ես ինչպես նշեցի, ամեն ինչ զգացել եմ իմ մաշկի վրա եւ այդ բոլոր զգացողությունները, որ կրել եմ, թե ինչպես են տեղի ունեցել բոլոր թաղման իրադարձությունները կամ ինչպես է աղջիկը իրեն պահել այդ դեպքերում, նույնպես ես զգացել եմ եւ գրել եմ։ Իսկ օրինակ, ինչպես սկսեցիր գրել, ինչպես այդ հենց այսպես կոչված մուսան եկավ, որ դու գրեցիր։ Մուսան երբ որ եկավ, տեղի ունեցավ հետևյալ կերպ, իմ մոտ հավաքվեցին լիքը մտքեր եւ ես որոշեցի, որ այդ մտքերը, որպեսզի չմնան իմ գլխում, կարելի է տեղափոխել թղթի վրա եւ այդպես ես համ հանգստանում եմ, համ էլ ստեղծում եմ մի այնպիսի ստեղծագործություններ, որոնք մարդը կարդալուց կարող է նաեւ հենց իրեն գտնի եւ ինչ որ կերպով թեթևություն ապրի։ Իսկ մի բան հարցնեմ, էլի գիրքը գրելիս դու թղթով ու գրիչով ես աշխատել, թե միանգամից համակարգչի մեջ ես գրել։ Հիմնականում երբ որ նոր ես սկսել գրել եւ շատ կարճ ժամանակում եմ գրել, աշխատել եմ ցանկացած կերպ, համ հեռախոսով, համակարգչով եւ թղթով։ Ամեն կերպ։ Քանի որ մուսան ցանկացած պահի գալիս էր, հիմնականում գիշերներն էի ստեղծում, այսպես ասած խմբագրում էի գիշերը համակարգչով, իսկ ցերեկը թղթի վրա էի գրում։ Իսկ օրինակ ինձ ավելի դուրեկան է, որ դու թղթի վրա կգրես, որովհետև այդ ամենը ավելի կտպավորվի քո մեջ։ Հա, ճիշտն ասած ինձ էլ է շատ դուր գալիս, քանի որ այն ինչ որ գրում ես համակարգչով կամ հեռախոսով, դա ջնջելիս դու չես զգում այն, ինչ որ թղթի վրա ես գրում, այդ մի տողը ջնջելիս կարող է նաև քո ամբողջ մտքերը կորեն։ Այսինքն իրականում ճիշտ ես գրելով ավելի մտքեր են գալիս։ Իսկ մյուս գիրքը որ գրում ես, ասեցիր, էլի նույն ֆորմատի մեջ է, նույն ժանրի, թե ինչ։ Այս անգամ որոշել եմ տարբերվող ոճի մեջ գրել եւ կարելի ասել այսպիսի ֆորմատ դեռևս ոչ մի գրողի մոտ չեմ նկատել։ Ցանկանում եմ գրել նովելների հավաքածու, որը փոքրիկ պատմություններ է, նրանք լինելու են բավականին շատ եւ շատ եմ ուզում, որ այս անգամ իմ գիրքը լինի ավելի հագեցած եւ նորամուծություններով։ Իսկ Միլենա, դու այդ քո նոր գրքի մեջ ընդգրկելու ես քո կյանքից ինչ-որ մի դրվագ։ Կփորձեմ, դեռևս չէ։ Դե մենք քեզ մաղթում ենք հաջողություն ու լիքը դերձողներ։ Շնորհակալ եմ։ Դե բոլոր դեպքերում շատ հիանալի եւ խրախուսելի է, որովհետեւ առաջին դեպքը հենց 13 տարեկանում ես գրել, հիմա 15-ից չէ։ Ամեն դեպքում հիանալի է։ Մի խոսքով քեզ մաղթում ենք լիքը հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ քո այս կյանքի ոլորտում, ու արդեն երևի եզրափակենք մեր ոդքասթը։ Շնորհակալ եմ, որ չմերժեցիր մեր առաջարկը եւ այսօր հյուրընկալվեցիր մեր ոդքասթյան տաղավար։ Իսկ դուք հարգելի YouTube դիտողներ, եթե ոդքասթ լսեցիք մինչ այս րոպեն, ապա մեկնաբանությունների դաշտում թողեք պլյուս նշանը եւ այսքանով եզրափակենք արդեն այսօրվա մեր հաղորդումը։ Շնորհակալություն, որ դիտեցիք մինչ այս պահը եւ բաժանորդագրվեք մեր հետեւյալ ալիքին, Pando HK-ի You Voices ալիքին, որպեսզի բաց չթողնեք հետագա ամենաերիտասարդական եւ ամենահետաքրքիր ոդքասթները։ Շնորհակալություն։ Պակա-պակա։